Բարև։ Արևադարձային անտառներում հայտնաբերվել է գլոբալ տաքացման արագացման նոր տագնապալի մեխանիզմ։ Գիտնականների միջազգային խումբը Պուերտո Ռիկոյում անցկացրել է բացառիկ դաշտային գիտափորձ ու պարզել. հողի ջերմաստիճանի ընդամենը 4 աստիճանով բարձրացումն զգալիորեն ավելացնում է ածխաթթու գազի արտանետումները։ Հետազոտողները տեղադրել են հատուկ ինֆրակարմիր ջեռուցիչներ, որոնք հողի վերին 10 սանտիմետր հաստությամբ շերտերում պահպանել են սովորականից բարձր ջերմաստիճան։ Մեկ տարվա ընթացքում գիտնականները համեմատել են այդ հատվածները այլ տարածքների հետ, ֆիքսելով հողի շնչառության մակարդակը, այսինքն պրոցեսները, որոնց ընթացքում հողերում ապրող կենդանի օրգանիզմներն ածխաթթու գազ են արտադրում։ Պարզվել է, որ շնչառության ինտենսիվությունը 42%-ից հասել է 204%-ի, կախված ռելիեֆից։ Ստորոտի վերին հատվածում արտանետումները հատկապես նկատելի են աճել։ 1 հեկտարում արտանետվել է նորմայից 82 տոննայով ավելի ածխաթթու գազ։ Համեմատության համար բարեխառն լայնությունների անտառներում նման գիտափորձերը ցույց են տվել աճ, որը չի գերազանցում 31%-ը։ Հենց այս տվյալներն են մինչև հիմա օգտագործվել գլոբալ կլիմայական մոդելներում։ Հիմա պարզ է դառնում, կանխատեսումները ցածրացված էին 2, հնարավոր է 7 անգամ։ Սա նշանակում է, որ արևադարձային անտառները, որոնք համարվում են մոլորակի կանաչ թոքերը, հետագա տաքացման ընթացքում կարող են վերածվել ջերմոցային գազերի արտանետման հզոր աղբյուրների։ Հատկապես մտահոգիչ է հողի բիոտայի ներքին բալանսի փոփոխությունը։ Գիտափորձի կես տարվա ընթացքում բույսերի բարակ արմատների թիվը կրճատվել է գրեթե 1/3-ով, իսկ այ միկրոբային կենսազանգվածն աճել է 50%-ով։ Ընդ որում, հողում ածխածնի ընդհանուր պաշարները չեն աճել։ Գիտնականները սա բացատրում են նրանով, որ միկրոբային զանգվածում սկսել են գերիշխել բարձր ջերմաստիճանների նկատմամբ կայուն տեսակները։ Դրանք ոչ միայն պակաս գայուն են հետագա տաքացման նկատմամբ, այլև էներգետիկ առումով ավելի արդյունավետ, ինչը զրկում է հողը ածխածնի լրացուցիչ կուտակման հնարավորությունից։ Թվում է, թե մթնոլորտում ածխաթթու գազի կոնցենտրացիայի ավելացումը պետք է խթանի ֆոտոսինթեզն ու ավելացնի ծառերի կողմից ածխածնի կլանման ծավալները, սակայն հաշվարկները ցույց են տալիս, որ չարժի նման հույսեր փայփայել։ Նախ բույսերին չի բավարարում ազոտը, որի պաշարները հողում նախկինում գերագնահատվել էին 5 անգամ։ Երկրորդ, ջերմաստիճանի բարձրացումն արդեն այսօր նվազեցնում է ֆոտոսինթեզի արդյունավետությունը։ Վերջերս նման էֆեկտ գրանցվել էր Հնդկաստանում, որտեղ տերևների մակերեսն աճել էր, բայց ածխաթթու գազը կապելու բույսերի կարողությունները նվազել։ Այսպիսով Nature Communications ամսագրում հրապարակված հետազոտության արդյունքները վկայում են, ապագա գլոբալ տաքացման պայմաններում արևադարձային անտառները կարող են այլևս չկատարել կլիմայական բուֆերի իրենց դերը, հակառակը նպաստելով կլիմայի փոփոխության արագացմանը։ Այս հայտնագործությունը ստիպում է նորովի նայել ապագայի մոդելներին ու կրկին հաստատում է, մարդկությունը թերագնահատում է վրա հասնող կլիմայական փոփոխությունների արագությունն ու մասշտաբները։ Իսպանացի գիտնականների հայտնագործությունը թույլ է տալիս նոր անկյունից նայել մարդկության պատմությանը։ Պարզվել է, որ մոտ 1.8 միլիոն տարի առաջ հնագույն հոմո հաբիլիսները կամ հմուտ մարդիկ, որոնք առաջինն են սովորել օգտագործել քարե գործիքներ, կարող են սնունդ հանդիսանալ ընձառյուծների համար։ Ընդ որում, այս գիշատիչները, ինչպես ենթադրում են հետազոտողները, նկատելի դեր են խաղացել ամբողջ տեսակի ճակատագրի հարցում։ Գիտնականները վաղուց էին կասկածում, որ հնագույն ժամանակներում ընձառյուծները զբաղվել են մեր նախնիների որսով։ Աֆրիկա մայրցամաքի հռչակավոր հնեամարդաբանական տեղանքներում սկսած հարավաֆրիկյան Սպարտքրանց քարանձավից մինչև Օլդուվայան կիրճ հնագետները հայտնաբերել են ժանիքների բնորոշ հետքեր։ 20-րդ դարի կեսին Սպարտքրանսում հայտնաբերվել էր մոտ 2 միլիոն տարեկան գանգ, որի վրա հստակ երևում են ատամների թողած անցքերը։ Երկար ժամանակ համարվում էր, որ դա խոշոր պարանտրոպի մնացորդներ են, սակայն վերջին հետազոտությունները ցույց են տվել, մեր առջև ոչ թե պարանտրոպ է, այլ վաղ Homo erectus-ներից մեկը, այսինքն ընձառյուծների որսորդական սովորությունները առնչվում էին ոչ միայն ավստրալոպիթեկներին ու պարանտրոպներին, այլև հոմո ցեղի ներկայացուցիչներին։ Այժմ այս գիշատիչների պոտենցիալ զոհերի թվին են միանում նաև հոմո հաբիլիսները։ Ալկալայի համալսարանի գիտական խումբը Տանզանիայում գտնվող հռչակավոր Օլդուվայան կիրճից հայտնաբերված 2 գտածոների վնասվածքները վերլուծելու համար կիրառել է մեքենայական ուսուցման մեթոդներ։ Առաջին գտածոն OH7 դեռահասի կամ երիտասարդի ստորին ծնոտ է։ Այն հայտնաբերվել է դեռ 1960-ական թվականներին ու դարձել հոլոտիպ ամբողջ հոմո հաբիլիսի տեսակի համար։ Երկրորդ գտածոն մեծահասակի գրեթե ամբողջությամբ պահպանված վերին ծնոտ է։ Այն ստացել է OH65 անվանումն ու հայտնաբերվել է 1995 թվականին։ Առաջին հայացքից այս ոսկորների վնասվածքները կարող էին թողած լինել տարբեր գիշատիչներ, սակայն ժամանակակից տեխնոլոգիաները թույլ են տվել ավելի ճշգրիտ համեմատություն անցկացնել։ Գիտնականներն իրենց մոդելները վարժեցրել են Իսպանիայի կենդանաբանական այգիների ու արգելանոց
խառնուրդների, ընձառյուծների, բորենիների, առյուծների, կոկորդիլոսների ու խոշոր շնազգիների ատամների հետքերի շուրջ 1500 պատկերների վրա։ Homo habilis-ների ծնոտներին ատամների բնորոշ հետքերը համընկնում են հենց ընձառյուծների հետ։ Այսպես, OH7-ի վրա հայտնաբերվել է վառ արտահայտված երկու հետք, մեկը ձախ երկրորդ մոլյարի տակ, մյուսը աջ պրեմոլյարների միջև։ Երկու դեպքում էլ կծելն ուղեկցվել է ոսկորի կոտրվածքով։ OH65-ի վերին ծնոտի վրա պահպանվել է խոշոր գիշատչի ատամի ևս մեկ հետք, ու մեքենայական վերլուծության 3 մոդելներից երկուսը համարում են, որ այն պատկանում է ընձառյուծի։ Հետաքրքիր է, որ ոսկորների մյուս վնասվածքները, որոնք նախկինում կապում էին կոկորդիլոսների հետ, կրկնակի վերլուծությունից հետո դասվել են բնական կենսաքիմիական պրոցեսների արդյունքների շարքին։ Այսպիսով, պատկերը դարձել է շատ ավելի պարզ։ Homo habilis-ներն իրոք ենթարկվել են խոշոր կատուների հարձակմանը։ Փաստորեն, չնայած քարե գործիքներ պատրաստելու կարողությանը, Homo habilis-ը դեռ չէր կարողանում պաշտպանվել այդպիսի վտանգավոր թշնամուց։ Ըստ գիտնականների առաջարկած հիպոթեզի, հենց ընձառյուծների սիստեմատիկ որսը կարող էր ներդրում ունենալ այս տեսակի անհետացման գործում։ Հայտնագործությունը շատ ավելի մեծ պատկերի մի մասն է։ Մարդկության անցած ուղին լի էր վտանգներով, ու իր պատմության արևածագին մարդն ավելի շուտ ավար էր, քան որսորդ։ Շաբաթվա գիտաֆանտաստիկ ֆիլմը Ջեյմս Կեմերոնի «Անդունդն» է։ «Անդունդը» էկրաններ է բարձրացել հեռավոր 1989 թվականին, սակայն մինչև հիմա հիացնում է իր մասշտաբներով ու վիզուալ լուծումներով։ Տիեզերքի փոխարեն Կեմերոնը հանդիսատեսին տեղափոխում է օվկիանոսի խորքերը։ Սյուժեի համաձայն ստորջրյա կայանի աշխատակիցները զինվորականների հետ միասին փորձում են գտնել վթարված սուզանավը, սակայն հատակին նրանք բախվում են ոչ միայն սեփական վախերին, այլև անդունդում բնակվող խորհրդավոր արարածների հետ։ Ֆիլմը տպավորում է լարված դրամայի, տեխնոռեալիզմի ու ֆանտաստիկայի համադրությամբ։ Կեմերոնն առաջին անգամ ցույց է տալիս հեղափոխական համակարգչային գրաֆիկա, որը հետագայում կփոխի ամբողջ կինեմատոգրաֆը։ Սակայն առաջին հերթին «Անդունդը» ֆիլմ է մարդկանց մասին, ովքեր հայտնվել են էքստրեմալ պայմաններում, ու այն մասին, թե ինչպես կարող է անհայտի հետ բախումը փոխել մեր պատկերացումները մարդկության ու նրա ապագայի մասին։ Իսկ այսօրվա համար այսքանը, կհանդիպենք։